Մենք որ հաղթենք պատերազմը լինելու բան նախագահ։ Նայ, մենք որ Էսա հաղթենք, հարցը։ Այսինքն ես կարծում եմ գիտեք, ակցենտը մենք ինքը սրա վրա խոսում է պետք է խաղաղության դնենք պայմանագրի բացատրել։ մասին, որը գոյություն չունի։ Որ Սա նախաստորագրված մի հետաքրքիր մանիպուլյացիա է։ Կա մի թուղթ, որը իրավական ուժ չունի, եւ այդ թղթի մասին իրենք այնքան խոսացել են, որ ինքը ասենց դարել է ոնց որ թուղթ իրավական ուժ իբրև ունեցող, բայց չունի։ Եվ այդ չի եղած թղթի վերաբերյալ արդեն կառուցում է պրոգնոզները։ Հիմա ինչ է ասել, նաև ես հիշեցնեմ ինչ է ասում, որ ես քանի տարի վարչապետ եմ, ես ի վիճակի եմ վերլուծել եւ վտանգների մասին ասել։ Չէ՞ դա է ասում։ Հա։ Հիմա դու որ վարչապետ ես, միջև պատերազմը սկսելը, ինչ էին ասում։ Ասում են ինչ պատերազմ, ինչ բան։ Այդ դու այդ վերլուծության շնորհքը եթե ունես, ընդհանրապես, դու կգնայր Արցախում կասեիր Արցախը Հայաստանն է եւ վերջ։ Իրենց ֆրակցիայի ղեկավարը մեկ շաբաթ մնացած միջև պատերազմը հայտարարել էր, որ պատերազմի որևէ վտանգ չկա, հիշում եք դա։ Ասում էր Թուրքիան չի ներգրավի պատերազմի մեջ։ Հա, չի ներգրավի, ոչ թե արդեն ներգրավված էր, արդեն բայրակտարները տեղադրված էին Ադրբեջանում, եւ ինքը երկու օր մնացած, թե մեկ օր մնացած ասում էր ես կպայտեցնեմ Ադրբեջանը, այնպիսի ինֆորմացիա, որը ներսում եւ այլ ինչեր կստեղծի։ Մի մարդ, որը ընդհանրապես չունի վերլուծական ընդունակություն, որը չի կարող կանխատեսել, չգիտի թե ինչ չի կարելի անել արտաքին հարաբերություններում, հիմա խոսում է նրա մասին, որ ինքը որպես վարչապետ լավ է պատկերացնում, զրո պատկերացում։